Առանց հաց ուտելու 37-րդ լուսաբացն է դիմավորում Վիգեն Էուլջեքչյանը ադրբեջանական բանտում։ Գերեվարվելուց հետո առնվազն երրորդ անգամ է հացադուլի մեջ, բայց եթե 2023-ին նա այս ծայրահեղ քայլին դիմել էր, քանի որ ադրբեջանցիներն արգելել էին կնոջ հետ խոսել արաբերեն, իսկ այս տարվա մայիսին առհասարակ զանգել նրան, ապա այժմ Վիգենը փորձում է աշխարհի ուշադրությունը հրավիրել Ալիևի բանտում հալածվող հայերի վրա։ Նրա փաստաբանը Արգենտինայից ժամին տեղեկացնում է, թե հույս չունեն, որ Վիգենը կդադարեցնի հացադուլը։ Չենք կարողանում Բաքվից տեղեկություն ստանալ Վիգենի մասին։ Ամսվա մեջ միայն մեկ անգամ զանգի հնարավորություն կա, իսկ սեպտեմբերի զանգն արդեն ստացել ենք։ Այն կարծիքին ենք, որ անկախ հետևանքներից շարունակելու է հացադուլը։ Նշել եմ, նա այլևս չի կարողանում հաղթահարել բանտը։ Լիբանանից էլ Վիգենի կինը Լինդա Էուլջեքչյանը ժամին պատմում է, որ ավելի վաղ ամուսինն իրեն ասել է, թե անտանելի ցավեր ունի, իրեն բժիշկ է պետք, բայց ադրբեջանցիները բժշկական օգնություն չեն ցուցաբերում։ Ահա զանգում է Վիգենի կյանքը վտանգված է։ Ես չգիտեմ, վերջին անգամ ամուսնուս ամիսներ առաջ եմ տեսել տեսակապի միջոցով, նա հիվանդ էր, հյուծված։ Պատկերացրեք, հիմա հացադուլից հետո ինչ վիճակում կլինի։ Խաղաղության պայմանագրից հետո գերիները պետք է ազատ արձակվեն։ Եթե պատերազմն ավարտվել է, ապա ինչու են հապաղում, ինչին են սպասում։ Այն, որ Էուլջեքչյանը գերության 5 տարիների ընթացքում ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների, հաստատում է նաեւ ճշմարտության եւ արդարադատության կենտրոնի զեկույցը։ Երբ Էուլջեքչյանը գերեվարվել է, նրան ծեծել են մինչև գիտակցության կորուստը։ Նա նաեւ ենթարկվել է կեղծ մահապատժի։ Հերոստատեսային հարցաքննությունների ժամանակ Էուլջեքչյանի ձեռքի վրա, որտեղ նախկինում խաչի դաջվածք ուներ, երևում են այրվածքներ, ինչը ենթադրում է, որ այն այրել են։ Իսկ ինչ վերաբերում է Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրին եւ ստորագրված հռչակագրին, ապա դրանք անգամ կես անդրադարձ չունեցան ինչպես ռազմագերիների, այնպես էլ մարդասիրական մյուս հարցերին, ինչն էլ մտահոգում է փորձագիտական համայնքին։ Պնդում են, թե այս կերպ որևէ խաղաղություն ոչ թե հարատև, այլ նույնիսկ կարճաժամկետ չի կարող լինել։ Իդեպ, մինչև օրս հայտնի չէ նաեւ Ամերիկայի նախագահը խնդրեց Ալիևին ազատ արձակել 23 հայ քրիստոնյաներին, ինչպես ձևակերպեց Հայաստանի վարչապետի հետ զրույցում նախքան եռակողմ հանդիպումը։ Փոխարենը հստակ է, Ադրբեջանում գործող մարդասիրական միակ կառույցը Կարմիր խաչի պատվիրակությունը, որ պահում էր հայ ռազմագերիների եւ աշխարհի միջև կապը, պարբերաբար տեսակցում նրանց, անհրաժեշտ պարագաներ փոխանցում, այլևս այդ երկրում չէ։ Ալիևը վտարեց նրանց, մարդասերներն Ադրբեջանում տեղ չունեն։ Սա մարդասիրական մեծ ճգնաժամ է առաջ բերում, հաշվի առնելով, որ միջազգային վերահսկողական որևէ մեխանիզմ այլևս չի գործում նրանց կյանք, առողջությունը, անվտանգությունը ապահովելու նպատակով եւ չկա դիտարկման ուղղակի մեթոդ, որի միջոցով հնարավոր կլինի պարզել նրանց իրական ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը եւ նման մեկուսացվածությունը իր մեջ ծանր մարդկային հետևանքների ռիսկեր է կրում։ Էուլջեքչյանի հարցը հասել է նաև Միավորված ազգերի կազմակերպությանը։ Լիբանանում հայ դատի հանձնախումբն է դիմել այդ կառույցում երկրի մշտական ներկայացուցչին, բարձրաձայնելու դեռ 2020 թվականից Բաքվում ապօրինաբար բանտարկված քաղաքացու մասին։ Նույնն անելու համար խնդրագրեր են ուղարկվել նաև Արգենտինայի իշխանություններին։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։